խոսքը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարության մասին է։ Ինչ է ասում Ֆիդան, ասում է. Հուսով եմ, մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է կենտրոնական միջանցքի համար։ Կանալ Տ-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով ավելի լայն ռազմավարական համատեքստում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարևոր է նաև տարածաշրջանային առումով, մասնավորապես Նախիջևանը մայրցամաքային Ադրբեջանի հետ միավորելու համար։ Ըստ դրա կան բազմաթիվ տեխնիկական հարցեր։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն ստորագրված համաձայնագիրը վերջնականապես հաստատվի ստորագրությամբ եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ուղին դեպի կայունություն եւ բարգավաճում տարածաշրջանում։ Ներկայումս Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունները կիսում են այս ցանկությունը։ Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել, հայտարարել է Ֆիդանը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում, այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի։ Սա առաջին հերթին արձանագրենք, որ Թուրքիայի արտգործնախարարն ասում է, որ Հայաստան դեռ անելիքներ, մի քանի բան ունի անելու, այդ մի քանի բանը գիտենք ինչ է, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության հարցից հրաժարում, ինչպես նաև այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձ։ Առնվազն 3 հարց կա, գուցե այնտեղ բաներ կան, որ մենք դեռ չգիտենք։ Սա նշանակում է, որ մարդիկ, ովքեր պնդում են, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցում են, թե սա սահմանը բացում են, Թուրքիան ասում է, մենք ունենք նախապայմաններ, ու այդ նախապայմանները կապված են Ադրբեջանի հետ։ Սա նաև իչիք է դարձում այն մոլորությունը, քաղաքացիների մասով մոլորությունը, ԿՊԱԿ-ները լավ գիտեն ինչ են անում, ովքեր կարծում են, թե կարելի է գնալ Թուրքիայի մոտ պաշտպանվել Ադրբեջանից Թուրքիայի միջոցով։ Հական Ֆիդան ասում է, մենք մեկ ենք մեր վարած քաղաքականություն, բայց ամենակարևորը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրենց թեկնածուն է։ Սա առանցքային նշանակություն ունի։ Ինչու է Հական Ֆիդանը այսպես հայտարարում։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ էլ է եղել իրենց թեկնածուն, հատկապես 2021-ին իրենց լիարժեք թեկնածուն եղել, բայց հրապարակային չէին հայտարարել, այսպես շատ ուղիղ չեն հայտարարել։ Ուրեմն սա խոսում է մեր վիճակի մասին, հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն մենք որպես հասարակություն թուրքերի աչքերում այնքան ընկած ենք, որ իրենք կարծում են, որ արդեն կարող են բացահայտ հայտարարել, որ Փաշինյանը իրենց թեկնածուն է։ Եվ դա հակառակ ռեակցիա ի վնաս Փաշինյանի ռեակցիա չի առաջացնի։ Ավելին, այս հայտարարությունը անելուց առաջ իրենք վստահ են, որ երբ հայտարարեն, որ Թուրքիայի թեկնածուն Փաշինյանն է, հայ հասարակությունը ավելի մեծ աջակցություն կտա Փաշինյանին։ Արդյոք այդպես է, ժողովուրդը պիտի, հասարակությունը պիտի դա ցույց տա։ Սա նման է իրավիճակի, որ ընտանիքի հորը սպանողը հայտարարի, որ ինչ որ կամ ընտանիքի ղեկավարի ընտրության հարցում իր թեկնածուն սպանվողի տղան է, ժառանգն է։ Ուրեմն ինչքան է այդ ընտանիքը բարոյազրկված, ինչքան է ընկած, ինչքան է հրաժարված իր անցյալից, իր ապագայից, ազգային ապագայից, որ փաստորեն սպանողի աջակցությունը պիտի առավելություն դիտարկվի։ Հասարակությունը շատ մեծ հնարավորություն է արձագանք տալու։ Մարդիկ պիտի հստակ ցույց տան, ինչ դիրքորոշում ունեն, մարդիկ պիտի հստակ ցույց տան, թե ինչ մոտեցում ունեն այս ամենին։ Իրենք կողմ են Թուրքիայի թեկնածու Նիկոլ Փաշինյան։ Ընդ որում մենք սրա մասին տարիներ շարունակ խոսում ենք, որոշ քաղաքացիներ մեկնաբանություններ գուցե հայոյում էին, գուցե անիծում էին, չէին հավատում։ Մենք ասում ենք, որ այս մարդիկ Թուրքիայի շահերի ներկայացուցիչներն են։ Հիմա Հական Ֆիդանը շատ ուղիղ դա բացահայտ ասեց եւ կարծում եմ այն մարդիկ, որոնք այդ մեր վերլուծությունները տարբեր մարդկանց փորձագետների, քաղաքական գործիչների վերլուծություններն ու գնահատականների համար նրանց հայոյում են, երբ պիտի ներողություն խնդրեն։
Ու հիմա Փաշինյանը պաշտոնապես արդեն դարձել է Թուրքիայի Հանրապետության տեխնացուն ու այլևս իրադարձություններին պետք է այդ տեսանկյունից նայել, որ կա Թուրքիայի տեխնացու Նիկոլ Փաշինյան եւ նրա պրոքսիներ եւ կան լավ են, վատ են, բայց հայկական տեխնացուներ։ Իրենց թերություններով, առավելություններով եւ հայ ժողովուրդը պետք է ընտրում է Թուրքիայի տեխնացուին, գնում է Թուրքիայի տեխնացուի հետևից, թե լավ վատ, բայց մեր տեխնացուի հետևից, հա։ Ռուսական մի խոսք կար սովետական, բայց կարծեմ ամերիկյան բրիտանական բանից է, կառավարիչներից է վերցված, ինչ որ մեկի մասով են ասել, սուկին սին, նո նաշ սուկին սին։ Անկամ եթե մեր սուկին սինն է, ավելի լավ է իրան ընտրել, քան թշնամական պետության տեխնացուին։ Սա ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Եվ շնորհակալություն եմ հայտնում Հական Ֆիդանին, այսպես բացախոսության համար, հնարավորություն տալու համար իրականությանը բաց աչքերով նայել, առանց իլյուզիաների, առանց կեղծիքների, հասկանալ, որ այս մարդը Թուրքիայի տեխնացուն է վերջ։